մեխանիզմներ։ Դրանցից մեկը ապօրինի գույքի բռնագանձման համակարգն է, որով արդեն օրինական ուժի մեջ մտած դատավճիռներ ունենք երկու հատ։ Մյուսը պետական եւ համայնքային շահերի պաշտպանության մեխանիզմն է, երրորդ ընթացիկ քրեական գործերով դատավճիռների արդյունքում։ Այս երեքը պարզ է, բայց մենք ունենք նաեւ այլ մեխանիզմներ, որոնցով մասնավորապես լինում է, որ բանակցելով ասենք այգիների դեպքում հատկապես վերադարձվում է համայնքին։ Դա ոչ միտեղ չի հաշվառվում։ Այստեղ մի հատ հաշվառման հարցն էլ պետք է հասկանանք, որովհետև այգիներ կա, որ տենց բանակցելով վերադարձվել են, այնտեղ այգիներում ներդրումներ արվել են, բայց մեր ոչ մի հաշվետվության, ոչ մի հաշվառման մեջ չի երևում։ Էս էլ է պետք անել։ Երկրորդը մենք հայեցակարգային առումով հիմա մենք ունենք կրիտիկական ենթակառուցվածքներ, այլ մեխանիզմներ էլ կան, որի շրջանակում հետի հետ կապված process-ներն ենք տանում, բայց կան նաև օրինակ խոշոր ձեռնարկություններ, որոնք պետք է վերադարձվեն, բայց մտածելով այդ խոշոր ձեռնարկություն, հետի պարագայում մենք հայեցակարգային մակարդակում կողմնորոշվել ենք, դա լինելու է պետական սեփականություն, որը հանձնվելու է հավատարմագրված կառավարման, այս պարզ է, բայց արտադրական ձեռնարկություններ, որոնք կլինեն, ես չեմ կարծում, որ մենք դա պետքա պահենք կառավարման ներքո, որտեղ խնդիր կլինի։ Դա պետքա մենք թափանցիկ մրցույթներով մասնավորեցնենք անպայման։ Իհարկե կառավարության որոշակի տնօրենների խորհրդում տեղ ունենալու համար ինչ որ բաժնեմաս մենք կարողանանք պահել։ Այսինքն սրանք հարցեր են, որոնց շուրջ մենք պետքա կողմնորոշվենք եւ դասակարգենք եւ գնանք առաջ, բայց այստեղ գալիս է հաջորդ կարևոր հարցը, որի հետ կապված երեք քննարկում ենք ունեցել, առաջիկա մեր անելիքները։ Կառավարության ծրագրում նախատեսում ենք ունենալ, թե ինչ, ներողություն, մի հատված, որ վարձակալությունից փաստացի սեփականաշնորհում դե յուրե վարձակալությունից վերադարձվող արդեն հազարավոր նույնիսկ հեկտարներով տարածքներ կան, այս էլ մեր հաշվառումներով պետք է ինչ-որ ձևով հասկանանք ոնց է, այսինքն դե յուրե սեփականաշնորհված չէր, բայց ասենք 100 տարով վարձակալության էր տված ինչ-որ չնչին կոպեկներով, դա էլ է ապօրինի գույքա, որը մենք վերադարձնում ենք, այդտեղ էլ պետք է հասկանանք ինչ պետք է անենք։ Հիմա առաջիկայում մենք կառավարության ծրագրի մեջ ուզում ենք մեր առաջ խնդիր դնենք եւ իմ պատկերացումն ունենա, որ այս մեխանիզմներով 2026-ից 2031 թվականը պետք է շուրջ $2 միլիարդ գույք վերադարձվի։ Ես սա իրատեսական եմ համարում ինչու, որովհետեւ մենք նախորդող շրջանում երեք այդպիսի հարց հնչեց, որ նախորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել, հաջորդ 8 տարում ինչքան ենք վերադարձրել։ Ես այդտեղ հարցին չեմ վերաբերվում զուտ դե յուրե, ես հարցին վերաբերվում եմ դե ֆակտո, որովհետև հիմա մեր վերադարձած գույքերի մեջ օրինակ չկային, որ մենք հիմա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում փայաբաժին ունենք եւ այլն եւ այդպես շարունակ։ Բայց նաեւ ուրիշ խնդիր կա, որ ըստ էության ապօրինի գույքի բռնագանձման համակարգի առաջին վճիռա թե դատավճիռա թե դատավճիռ թե վճիռ։ Վճիռ բան վարչապետ։ Վճիռ, առաջին վճիռը օրինական ուժի մեջ մտել է 2026 թվականին թե 25-ի վերջում։ Մենք երկու վճիռ ունենք օրինական ուժի մեջ մտած, պարոն վարչապետ, 2025 եւ 2026 թվականներին։ Այսինքն առաջինը 25-ին է մտել, այսինքն այդ համակարգը լիարժեք նոր սկսել է գործել, որովհետև գիտեք այդ ընթացքում սահմանադրական դատանի որոշում եղավ, որոշակի փոփոխություններ եղան, այսինքն դա նորմալ է, որ հիմա իրականում նոր սկսելու է լիարժեք այդ համակարգը գործել եւ մենք խնդիրը Տիկին Վարդապետյան ձևակերպում ենք հետեւյալ կերպ։ Իհարկե դա միայն դատախազության մասով չի եւ քննչական մարմինների մասով չի, որովհետեւ այն մյուս մեխանիզմներն էլ կառավարությունը այլ լծակներ էլ ունի։ Մենք խնդիրը ձևակերպելու ենք հետեւյալ կերպ 2026-ից 2031 թվականը $2 միլիարդ ապօրինի օտարված գույք պետքա վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին։ Սա շատ իրատեսական խնդիր է, առավել եւս այն process-ները, որ մենք ընտրություններից հետո տեսնում ենք եւ նաեւ հանրության շատ հստակ պահանջ կա ձևակերպված, ես ուզում եմ նաեւ հանրության շնորհակալություն հայտնել այդ համբերատարության համար, չնայած այդ ձգձգումները մեզ նույնքան են նյարդայնացրել, ինչքան հանրությանը, բայց այնուամենայնիվ մեխանիզմները գործարկված են։ 26-ից 31 թիվը
2 միլիարդ դոլարի գույք պետք է վերադարձվի պետությանը եւ համայնքներին այս բոլոր մեխանիզմների գործարկմամբ։ Համեցեք։ Պարոն վարչապետ, գործառույթներից մեկը նաև դատախազական ներգործության միջոցներն են, դրանք միջնորդագրերն են, որոնք մենք եւս դիտարկում ենք ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձի շրջանակներում, այդ 3 ձեր նշած գործառույթներից բացի եւ բոլոր իմ կողմից թվարկված այգիները, պուրակները, կանաչ տարածքները առավելապես վերադարձվել են հենց այս գործառույթի շրջանակներում եւ այնինչ իրականացվում է դատախազության կողմից մենք հաշվառում ենք եւ վստահաբար կարող եմ ասել, չկա մի գույք մինչ այս պահը, որը վերադարձվել է այս 4 գործառույթներից որևէ մեկի շրջանակներում եւ դա հաշվառված չլինի։ Մենք պարբերաբար նաեւ ուղարկում ենք փոխվարչապետերին եւ կառավարություն այս տեղեկատվությունը, որպեսզի կարողանանք արդյունավետ կերպով օգտագործել։ Իսկ ինչ վերաբերում է ձեր նշած թվին, կարծում եմ, որ ավելի քան իրատեսական է, որովհետև այս պահին մենք գոնե մենակ ապօրինի ծագում ունեցող գործառույթի շրջանակում ունենք 4 վճիռ, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն ենք սպասում։ 2 օրինական ուժի մեջ մտած ունենք բացի այդ հաշտության համաձայնություններ, եթե հնարավորություն կա դրանց մասին էլ կարճ կխոսեմ, բայց կցանկանայի նշել այն 4 վճիռների մասին, որոնց օրինական ուժի մեջ մտնելուն սպասում ենք եւ այս 4 վճիռները մեզ համար ըստ էության հաստատումն են այն փաստի, որ հենց միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթը սկսել է աշխատել։ Բոլորովին վերջերս 4-րդ վճիռն է կայացվել, հուլիսի 24-ին հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է դատախազության հայցը ընդդեմ Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Բոլոր վճիռներում էլ դատարանը մասնակիորեն է բավարարում դատախազության հայցերը եւ կան դեպքեր, որ մենք համաձայն ենք դատարանի հետ, ինչու, որովհետեւ այստեղ հաշվարկի մեխանիզմների տարբերություն կա եւ ըստ էության դա որևէ էական ազդեցություն չի ունենում հայցագնի վրա եւ մենք այստեղ ավելորդ իրավական վեճ ու քաշքշուկ չենք սարքում դատարանների հետ։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի Արաբկիր վարչական շրջանում գտնվող 1 բնակարանի 45%, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում գտնվող 1 բնակելի տուն ամբողջությամբ եւ 184 միլիոն 222 հազար 585 դրամ։ Իմ նշած 3 այլ վճիռներից 2026 թվականի հուլիսի 3-ին կայացված վճիռն է հակակոռուպցիոն դատարանի ընդդեմ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման։ Երևան քաղաքում գտնվող 3 անշարժ գույք, որոնցից մեկը կբռնագանձվի ամբողջությամբ, 2 գույքերի ապօրինի գնահատված մասերն են, բանկում ներդրված 202 միլիոն 998 հազար դրամ ավանդները, դրանցից կուտակված 74 միլիոն 716 հազար դրամ տոկոսագումարները, ինչպես նաև 352 միլիոն 438 հազար դրամ։ Մյուս վճիռը 2026 թվականի հունիսի 5-ին է կայացվել ընդդեմ Հրազդանի նախկին քաղաքապետ Արամ Դանիելյանի եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի 8 անշարժ գույք, որոնցից 4-ը կբռնագանձվեն ամբողջությամբ, մյուս 4-ը ապօրինի ճանաչված մասով, 1 իրավաբանական անձում 50% մասնակցություն, 2 տրանսպորտային միջոց, 2 անշարժ գույք եւ 1 տրանսպորտային միջոցի բռնագանձման անհնարինությամբ պայմանավորված դրանց արժեքը, ինչպես նաեւ 85 միլիոն 430 հազար դրամ։ Հակակոռուպցիոն դատարանը բացի այդ 2026 թվականի ապրիլի 21-ին մեկ այլ վճիռ էր կայացրել, բավարարել էր մեր հայցը ընդդեմ Սերժ Սարգսյանի եղբոր դուստր Անի Սարգսյանի, Անի Լյովայի Սարգսյանի։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձվի էլեկտրաէներգիայի արտադրությամբ զբաղվող ընկերության 39341 հատ բաժնետոմս, սա հեկի մասին է խոսքը գնում, 864 հազար ամերիկյան դոլար ավանդ, 10 միլիոն 200 հազար դրամ, 4853 եվրո, 2 միլիոն 643 հազար դրամ։ Նաև 2025 թվականին բավարարված մեկ վճիռ ունենք հոկտեմբերի 10-ին ընդդեմ Ազգային ժողովի նախկին падգամավոր Մանվել Գրիգորյանի ժառանգների եւ նրան փոխկապակցված անձանց։ Դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո հօգուտ Հայաստանի Հանրապետության ենթակա է բռնագանձման 9 անշարժ եւ 6 շարժական գույք, 1 իրավաբանական անձում մասնակցություն 340 միլիոն դրամ։ Ինչպես դուք նշեցիք, գույքերը գնալով շատանում են, այդ թվում բնակարաններ, բնակելի տներ, առանձնատներ, որոնց կառավարման կարգը օր առաջ անհրաժեշտ է մշակել։ Մենք այս պահին ունենք 2 առանձնատուն, որոնք վերադարձվել են Հայաստանի Հանրապետությանը, վերջնական օրինական ուժի մեջ մտած դատական ակտերով։ Բացի այդ, մենք ունենք մի շարք հաշտություններ,
Եվ ընդհանուր առմամբ այս պահին վերադարձված գույքի արժեքը միայն ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործառույթով 6 միլիարդ 300 միլիոն դրամ է։ Էլի անդրադառնալով այն ուղենիշին, որ սահմանել եք 2026-31 թվերի համար, նշեմ, որ այս պահին միայն ապօրինի ծագում ունեցող գույքով ունենք 172 հայց դատարանում, 2-ը վարույթ ընդունելուն սպասում ենք, մեր ընդհանուր հայցագինը 628 միլիարդ 600 միլիոն դրամ է։ Բացի այս, մենք պահանջում ենք 1486 անշարժ գույք, 371 շարժական գույք, 464 իրավաբանական անձում մասնակցություն, ինչպես նաև դրամական միջոցներ, որոնց ընդհանուր չափը կազմում է 464 միլիարդ 600 միլիոն դրամ։ Այնպես որ սահմանած ուղենիշը կարծում եմ իրատեսական է։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, այժմ առաջարկում եմ քվեարկության դնել հարց համար 10-ը, ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չկա, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 23-ը, խաղային գործունեության կարգավորման օպերատոր սահմանելու մասին հարցը զեկուցող Պետական եկամուտների կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Էդվարդ Հակոբյան, համեցեք բանակ։ Մեծարգո պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, հարգելի գործընկերներ, դեռևս 2024 թվականին խաղային գործունեության կարգավորման մասին օրենքով մի շարք փոփոխություններ էին նախատեսվել, բարեփոխումներ, որոնց թվին է դասվում նոր թվային վերահսկողության գործիքակազմի ներդրումը պետություն մասնավոր համագործակցության տրամաբանության ներքո։ Օրենքից հետո համապատասխան որոշումներ իհարկե ընդունվեցին, որը հիմք ստեղծեց բաց մրցույթ իրականացնելու, եւ այդ մրցույթը հայտարարվեց, որին հայտ էին ներկայացել մասնակցել թվով 3 օտարերկրյա կազմակերպություն։ Արդյունքում հաղթող է ճանաչվել Random Systems International Limited ընկերությունը, որն ունի համապատասխան փորձ եւ նույնանման գործառույթ է իրականացնում նաեւ մեր հարևան Վրաստանում, հանդիսանալով խաղային գործունեության կարգավորման օպերատոր։ Հաղթող մասնակցի կողմից ստեղծվել եւ պետական գրանցում է ստացել խաղերի վերլուծության եւ մշտադիտարկման համակարգ սահմանափակ պատասխանատվության ընկերությունը, որին նախագծով առաջարկվում է սահմանել որպես խաղային ոլորտի կարգավորման օպերատոր։ Նշեմ, որ այս մասնավոր գործընկերոջ հետ մեր նպատակն է ստեղծել ժամանակակից, թվայնացված եւ արդյունավետ կարգավորման մեխանիզմ եւ վերահսկողության գործիքակազմ, մասնավորապես 3 ուղղությամբ։ Առաջինը ապահովել իրական ժամանակում խաղադրույքների մոնիտորինգ, երկրորդը սահմանել եւ կիրառել քաղաքացիների խոցելի խմբերի, հանրային ծառայողների, համայնքային ծառայողների մի շարք այլ խմբերին խաղերին մասնակցության սահմանափակումներ, ինչպես նաև կիրառել այդ սահմանափակումները թվային միջավայրում եւ սահմանել արդար եւ պատասխանատու խաղի կանոններ։ Միաժամանակ նշեմ, որ նախագծով առաջարկվում է, որ Պետական եկամուտների կոմիտե նախագահան ապահովի օպերատորի հետ համապատասխան պայմանագրի կնքումը, նշված օրենքի պահանջներին համապատասխան, կառավարության կողմից օպերատոր սահմանվելուց հետո 10-օրյա ժամկետում, նշեմ, որ երկարաժամկետ պայմանագիր է նախատեսվում, ինչը մեր ակտերով ֆիքսված էր, խոսքը 15 տարվա պայմանագրի մասին է, ընդ որում նշեմ, որ հաղթող ճանաչված ընկերությունը պարտավոր է այս